Ապրիլ 15-ին Գյումրու նորընտիր ավականին միաձայն քվեարկեց եւ քաղաքի ղեկավարումը հանձնեց Վարդան Ղուկասյանին, վերջինս էլ այսօր երթմնակալությամբ հանձնեց քաղաքի պաշտոնապես ղեկավարումը։ Նշենք, որ նիստը շարունակում է բոյկոտել քաղաքացիական պայմանագիրը, ինչպես նաեւ նիստին ներկա չէր մեր քաղաքը խմբակցությունը։ Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավականու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները։ Քաղաքի ղեկավարի երթմնակալությանը ներկա էր նաև Շիրակի թեմի առաջնորդը։ Միքայել arczepiskopos Հաճապայանը նորընտիր համայնքապետի թիմակիցներին հորդորեց չշողոքորթել իսկ բացակաուժերին չխանգարել քաղաքի ղեկավարմանը։ Քիչ գովեք, պարոն քաղաքապետին։ Քիչ շողոքորթեք, շողոքորթներ կան, քիչ քծնեք։ Մի ասեք դու թակավոր ես, թակավոր կմնաս։ Ընդդիմություն չեն նրա համար, որպեսզի խանգարեն, ընդդիմությունն են նրա համար, որպեսզի այլընտրանքային մի բան առաջարկեն եւ այդ առաջարկի գաղափարը ներկայացնեն եւ նաեւ պայքարեն այդ գաղափարի իրականացման համար, բայց ոչ թե խանգարեն, սաբոտաժ անեն։ Սաբոտաժի համար Ստալինի ժամանակ գնդակահարում էին։ Ռուբեն Մխիթարյանն էլ Իմ հզոր համայնք խմբակցության անունից ծրագրերն իրականացնելու կամք եւ երիտասարդներին արժանի քաղաք մաղթեց։ Մեր քաղաքապետին մաղթեմ մոտակա աշխատանքի ժամանակ դրսևորել սկզբունքայնություն այն բոլոր հարցերի շուրջ, որի մասին խոսում է, ուժ, համբերատարություն, մեր Գյումրիի երիտասարդներին ցանկանում եմ, որ այս տարիների ընթացքում իրենք զգան, որ ապրում են ժամանակակից ու զարգացող քաղաքում։ Նույն թեմայի շուրջ էր նաև Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի ելույթը, բայց Սիմոնյանն անդրադարձավ նաև Սարիկ Մինասյանի վերջին օրերին կատարած հայտարարությանը, թե տարբեր քաղաքական հայացքներ ունեցող ուժեր են միմյանց միացել եւ կառավարման ճգնաժամ է սպասվում։ Մանավանդ չեն հայտարարել, որ պատրաստվում են կիսել պատասխանատվությունը, կոալիցիա չեն կազմում։ 2021 թվականից է քաղաքի ճգնաժամը առաջ եկել, երբ որ ամբողջ քաղաքի առաջ դաշինք կազմելով, հուշագիր ստորագրելով Բալասանյան դաշինքի հետ տաբալեցիք քաղաքի կառավարումը։ Գյումրեցիք ասում են, ով իրեն սխալ է պահում, շողուլից կգնի, ու մենք իրան կզգաստացնենք, որ չի կարելի շողուլից ընկնել։ Մեր նիստերի ընթացքում արդյոք շողուլից չի ընկել, որովհետև արդեն երկրորդ նիստն է, ինչ տեսնում ենք, որ բոյկոտ է։ Գիտեմ ինչ պետք է անեմ, որտեղից պետք է անեմ ու ինչ պետք է անեմ։ Ես իմ խոստումներից տերն եմ։ Եթե որևիցե մեկը, որևիցե մի խմբակցություն, կուսակցություն ոդ է պահում, ինձ դա ես չեմ, դա ժողովուրդն է։ Իսկ ժողովուրդը իրենց համար մեկին կասի դավաճան, մեկին կասի ավանտյուրիա, մեկին կասի ինքը գյումրեցիք այնպես անուն գտնեն, այնպես կասեն, որ Վարդան Ղուկասյանը ճեպազրույցի ժամանակ կրկին հիշեցրեց, որ երկուշաբթի աշխատանքային առաջին օրը կսկսի կադրային փոփոխությամբ։ Երթմնակալությունը մեկնարկեց աղոթքով եւ ավարտվեց Գյումրու օրհներգով։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրիելյան, այսօր։